Պարոն Ղազենյան, այսօր հավաքվել եք թիմակիցներով Մարմարաշենում, գիտենք, որ ցերեկը տեղի ունեցել այստեղ բավականին այսպես անտահաճ իրավիճակ, երբ ձեր թիմակիցների վրա հարձակվել են ՔՊԱ-ականներ, նաև խոսք գնաց ԵԿՄ տարածքայինի ղեկավարի մասին։ Մի փոքր ներկայացրեք, թե ինչ է տեղի ունեցել եւ նաև ձեր հավաքը ինչ նպատակ ուներ այստեղ։ Ինչպես պատմեցին մեր թիմակիցները, գյուղում շատ լավ են ընդունել իրենց, որից ՔՊԱ-ականներ ընկել են նյարդային ցնցումների մեջ եւ այդ սադրանքն են կազմակերպել շատ վատ, շատ լկտի ձևով, հարվածելով բավականին փոքրաթիվ իրենցից մարդկանց, հղի կնոջ եւ այդպես կադրում ինչ որ տեսնում եք, մեր այստեղ հավաքի նպատակը ցույց տալ մարդկանց, որ ոչ ոք միայնակ չի մնալու, մենք ոչ ոքի միայնակ չենք թողելու եւ յուրաքանչյուր պարագայում կանգնելու ենք այդ մարդկանց կողքը։ Իսկ հունիսի 8-ից հետո առավել եւս չի լինելու այդպիսի իշխանություն, որը իր օրինակով խրախուսի այսպիսի դեպքերը։ Գիտեք, երբ որ երկրի եւ ԿՊ-ի ղեկավարը իրեն թույլ էր տալիս այդպիսի գործողություններ, դա վերջին հաշվով կանաչ լույս էր իր կողմնակիցների համար, որ կարող եք այդպես վարվել, որի այսպես ասած արդյունքը այսօր տեսանք։ Բայց ամեն դեպքում թող խելքները գլուխները հավաքեն, իրենց առաջ մի ամբողջ ժողովուրդ է կանգնած եւ մտածեն ինչ են անում։ Ես ճիշտ հասկացա, դուք քայլերթ եք իրականացրել այստեղ, մենք մի փոքր ուշ եկանք եւ փորձել եք նաեւ այդ ձևով ձեր աջակցությունը հայտնել։ Եվ ավարտին ենք հասցրել մեր աջակիցների կողմից սկսված իրազեկումը։ Քանի որ այն կիսատ էր մնաց։ Իրազեկման ակցիա էին անում Այո, իրազեկման ակցիայի ժամանակ է դա տեղի ունեցել։ Նրանք տեսնելով, որ շատ լավ են ընդունվում մեր աջակիցների իրենց ծրագրերը, մեր ուժի ծրագրերը այս գյուղում, դիմել են այդպիսի սադրանքի։ Փաստորեն խոչընդոտվել են նաև ձեր կուսակցության։ Այո, նաև իրազեկում քրեորեն պատրել։ Ու կարծում եմ այո, բայց հաշվի առնելով, որ իրապահ մարմինները ավելի շատ զբաղված են գաղտնալսումներով եւ տիրադավերին պաշտպանելով, դժվար թե ժամանակ ունենան այսպիսի մանր-մունր շակերտների մեջ դեպքերին անդրադառնալ։ Պարոն Ղազենյան, այսօր ընտրություններ մի քանի օր է մնացել, այսօր նաև հայտն դարձավ, որ ձեր կուսակիցներից Ալեքսան Ալեքսանյանին եւս ձերբակալել են եւ հիմա դատարանում պետք է շտապեք նրա, այո, այնտեղ։ Ընտրություններից մի քանի օր առաջ ինչու իշխանությունը այսպես արագ-արագ եւ հարձակումներ եւ Հասկանում է, որ պարտվում է, արդեն վերջնականապես, գիտեք, Ալիկ Ալեքսանյանի տեղը կարող է լինել յուրաքանչյուրս, հաշվի առնելով, որ իրենց համար գործը բացարձակ կարևոր չի, կապ չունի ով կլինի, բայց ես համոզված եմ, որ մեր Ալիկ ուժեղ տղա է, համոզված եմ, որ իր օրինակով անգամ իրեն քննող քննիչներին, իրապահ մարմիններին ցույց կտա, ինչպիսին պետք է լինի ուժեղ տղամարդ։ Պարոն Ղազենյան, պատրաստ է ուժեղ Հայաստանը, որովհետև մենք տեսնում ենք ամեն օր կամ ընտրություններից նույնիսկ հետո նոր այսպեսի դեպքեր են լինում, ձեր կալանավորումներ, ճնշել տարբեր ձև, պատրաստ է կուսակցությունը։ Բնականաբար, ես ձեզ ասեմ, անգամ մեր այդ կալանավորված ընկերները այնտեղից մեզ դուխ են տալի, այսպես ասած, ասում են հանկարծ չկրճվեք, փոխանակ հակառակը լինի։ Այնպես որ այդպիսի խնդիր չկա, փորձում են մեզ շեղեն օրակարգից վախեցնեն, բայց ինչպես նշել ենք առաջի կալանավորումներից սկսած, մեկին տանում են, 10-ը միանում են մեզ։ Այդ թվաբանական բանով ավելանում։ Այսօր նաև հարցումների տվյալներ մենք տեսանք Սամվել Կարապետյանի եւ Նիկոլ Փաշինյանի եւ բավական մեծ տարբերությամբ 53% վարկանիշ ուներ։ Ձեր տվյալները կարող է արտացոլեն նաև հենց իրական պատկեր, այսինքն չնայած դուք եք իրականացնել, բայց օբյեկտիվությունը դուք ինչպես եք գնահատում։ Որպես անհատական սուբյեկտ Սամվել Կարապետյանը վաղուց առաջին օրվանից շատ ավելի շատ տոկոսներով ավել այսպես ռեյտինգ ունի, քան գործող փոքրիկ խմբակի ղեկավարը որպես անձ կուսակցության առումով իմ անձնական կարծիքով առաջ ենք եւ պատրաստվում ենք միանձնյա ձևավորել իշխանություն Աստված առաջ երկը չէ ընդհանրապես մեր հայրենակիցներին ցանկանում եմ հրավիրել վաղը ժամը 19:00 հրապարակ հանրապետության միասնության հանրահավաքի բարի ոչ այսօրվա հայաստանյան այնտեղ լրիվ ուրիշ իրավիճակ է լինելու եւ այսպես դնել փոփոխությունների սկիզբը նախապատրաստվել իրական փոփոխության հունիսի 8-ին։ Հնարավոր է հանրահավաքից առաջ մարդկանց ահաբեկելու համար այս ամեն ինչը։ Արդեն անում են հավատացած եղեք, արդեն մենք էլ ենք թիվը կորցրել, իրանք էլ են թիվը կորցրել, այնպես որ դարել է սովորական գործընթաց, մանավանդ որ մեր թիմակիցները բացարձակ ժպիտներով, այսպես նորմալ
Գնում են եւ կալանավայր, եւ տնային կալանքի տակ են, քերական գործեր, չկա այդպիսի խնդիր։ Ամեն ինչ կավարտվի։ Շատ լավ։ Լավ կավարտվի, բնականաբար։